Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Դեռ 2021 թվականին սիրված դերասանը հանրությանը ներկայացրեց իր նոր սիրելիին, ում հետ անսպասելի մասնակցեց ֆիլմի պրեմիերայի և Կարմիր գորգի արարողության։ Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Սոս Ջանիբեկյանի սիրելին Անահիտ Հակոբյանն էր, ով սովորում էր բժշկական համալսարանում։ Աղջիկն իր քայլերն է անում նաև մոդելային ասպարեզում։ Հարաբերությունների հանրայնացումից կարճ ժամանակ անց զույգը բաժանվեց, իսկ Անահիտը դադարեց սոցիալական էջերում ակտիվություն ցուցաբերել։ Հարկ է նշել միայն, որ նա բավականին համարձակ լուսանկարներով էր հանդես գալիս, դե իսկ դերասանն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, սակայն վերջին շրջանում նա դադարել է խոսել անձնական կյանքի մանրամասների մասին։ Դերասան Սոս Ջանիբեկյանը վերջին շրջանում հաճախ չէ, որ մասնակցում է շատ հարցազրույցների, սակայն օրեր առաջ թողարկվեց Deep Parenting հաղորդման հերթական մասը, որի հյուրը դերասան Սոս Ջանիբեկյանն էր։ Հաղորդման ընթացքում զրույցն ընթանում է հիմնականում ծնողավարության, երեխա-ծնող կապի, հարաբերությունների և իհարկե դրա բարդությունների մասին։ Դերասանը նախ խոսեց դստեր ծնունդից հետո իր հույզերի, կյանքում եղած փոփոխությունների և ամուսնալուծությունից հետո լավ հարաբերություններ կնոջ հետ պահելու մասին։ Այս մասին խոսելով դերասանը նշեց հետևյալը. «Մինչև Անահիսի ծնունդը էնքան քաոտիկ էր իմ կյանքը, արվեստագետին բնորոշ, լղոզված, որ Անահիսի ներկայությունը աստիճանաբար հավաքեց այն։ Հետո հասկացա, որ ազատությունը իրականում սահմանների մեջ է, անսահման ազատությունը քաոս է։ Սկզբնական շրջանում ես բարդույթավորվում էի, ունեի մեղքի զգացողություն, որովհետև ինձ փորձում էի ինչ-որ կարծրատիպային ծնողի կերպարում դնել, և էդ կարծրատիպերի մեջ դու սայթաքում ես ու սխալներ ես թույլ տալիս։ Դու սկսում ես ձեռք բերել մեղքի զգացողություն։ Դժվարություններ և հիասթափություններ եղան այդ շրջանում, և ինձ հանգստացրեց միայն էն գիտակցումը, որ ինքս ինձ ասացի. «Սոս ջան, դու էլ ես առաջին անգամ ծնող, հանգստացիր»։ Մայրս, առանց որի գոյությունս ընդհանրապես չեմ պատկերացնում այս կյանքում, ընդհանրապես շատ օգնեց ինձ այդ փուլում։ Մայրս եթե չլիներ իմ և դստերս կապը, չէր լինի այսքան ուժեղ, որովհետև երբ Անահիսը ծնվեց, էդ ժամանակ ես ու Մադոննան, աղջկաս մայրիկը, էլ միասին չէինք ապրում, ու էդ ճաշիկներ սարքելը, շորեր լվանալը, արդուկելն ու նմանատիպ այլ հարցերում ինձ շատ էր օգնում մայրս, ու էդ կապն արդեն եռակողմ է՝ ես, աղջիկս ու մայրս, այն ժամանակ նաև տատիկս, երբ դեռ ողջ էր։ Նրանք իմ կյանքի 3 կարևոր կանայք են, ու էդ էներգիաները շատ հավես ու միևնույն ժամանակ պարտավորեցնող էր։ Էդ էն կղզիներն էին, որտեղ ես իմ քաոտիկ կյանքում անընդհատ բռնվում էի։ Հարցազրույցի սկզբում անկեղծացավ Սոս Ջանիբեկյանն ու հավելեց նաև. «Երբ ես իմացա, որ երեխա եմ ունենալու, շատ անպատրաստ էի հայր դառնալ, և այդ լուրն ու պատասխանատվությունն ինձ համար իրականում մեծ ստրես էր։ Նախ ասեմ, որ ես շատ ուզում էի տղա ունենալ, սակայն հիմա եմ հասկանում, որ որդի ունենալու դեպքում իմ սխալներն ավելի շատ կլինեին։ Այո, երեխա ունենալն ինձ համար մեծ սթրես էր, բայց սթրես էր ոչ թե, որ վատ կամ լավ բան է լինում, առանց որակավորումների, ինձ համար սթրես էր, որովհետև ինչ-որ մի բան է լինում, որը երբեք չեմ իմացել, թե ինչ է։ Երբեք դրա փորձը չեմ ունեցել, ու միշտ վախեցել եմ այդ պատասխանատվությունից, իմ ազատության կորստի վտանգից, որ լիքը բաներ եմ կորցնելու, երբ ունենամ երեխա։ Ծնող լինելը շատ դժվար բան է։ Անահիսը փոխեց այն, որ հասկացա, որ ծնող լինելուց կատարյալ բան չկա, որը քեզ հանգեցնում է նաև դիսցիպլինայի», զրույցի ընթացքում նշել էր Սոս Ջանիբեկյանը։ Դերասանը նաև խոսեց այն մասին, որ ինքն ու նախկին կինը՝ Մադոննան, շատ լավ հարաբերությունների մեջ են։ Այս մասին դերասանն ասաց հետևյալը. «Մենք շատ լավ շփվում ենք երեխայի հետ կապված բոլոր հարցերում։ Իհարկե, շատ ցավոտ է, որ երեխան մեծանում է բաժանված ընտանիքում։ Շատ ցավոտ է հենց երեխայի համար։ Ես ու նրա մայրիկը շատ լավ շփվում ենք, շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Մենք մեզ մխիթարում ենք, որ մեզ Անահիսը հենց սենց ա տեսել։ Դա չի եղել գիտակցական տարիքում, որ Անահիսը սթրեսի ենթարկվի ու հասկանա, որ մենք բաժանվել ենք
կամ բաժանվան որոշում ենք կայացնում։ Իսկ դժվարություններից մեկն այն է, որ մի տեղ չարգելեն ինչ-որ բանը, մյուս տեղում թույլ տան։ Ես ու Մադոննան միշտ պայմանավորվում ենք, խոսում ու քննարկում ենք ամեն բան։ Վերջին շրջանում ավելի հաճախ ենք խոսում ու քննարկումներ ունենում։ Բոլորովին վերջերս խոսում էինք այն մասին, որ երեխան այլևս չպետք է ինձ հետ նույն անկողնում քնի։ Ես չէի համակերպվում այդ մտքի հետ, որ նրան պետք է առանձին քնեցնեմ։ Իսկ Մադոննան ինձ բացատրում էր, որ մեր աղջիկն արդեն 6 տարեկան է և սխալ կդիտվի այն, որ նա քնի ինձ հետ։ Ես ի վերջո հասկացա, որ դա ճիշտ է։ Անկեղծացել էր Սոժ Ջանիբեկյանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Դերասան Սոժ Ջանիբեկյանի վերջին հարցազրույցից ու ծնողավորման մասին նրա բոլոր տեսակետներից։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ տեսանյութ, որտեղ դերասանն է և նրա դուստրը։ Անայիս, ես ուզում եմ թոքերը ստուգեմ այսօր։ Անայիսի։ Папа, най. Մեր ամենազնիվ սանի, Անայիս։ Մեր գազը։ Մայրիկը խանգարում է, հավատացե։ Ամնավերջի մասեններ եմ եսա։ Ինչ է բաչա։ Հլա ես չոտքի։ Դարյակու ապեդա։ Ո՞ն ավելի սիրում։